Ծննդոց, գլուխ 19 Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։ Եվ ասաց. «Իմ տերեր, եկեք, մտեք ձեր ծառայի տունը և գիշերը մնացեք։ Լվացեք ձեր ոտքերը, առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ոչ, մենք գիշերը կմնանք փողոցում»։ Ղովտը շատ ստիպեց նրանց և եկան նրա մոտ ու մտան նրա տունը։ Ճաշ պատրաստեց նրանց համար, բաղարդ թխեց և կերան։ Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ, այսինքն Սոդոմի տղամարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։ Կանչեցին Ղովտին և ասացին նրան. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան։ Նրանց դուրս բեր մեզ մոտ, որ գիտենանք նրանց»։ Ղովտը դուրս եկավ բակ նրանց մոտ, դուռը փակեց իր ետևից և ասաց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարություն մի արեք։ Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել։ Թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ և ինչ հաճելի է ձեր աչքին, արեք նրանց։ Միայն թե այս մարդկանց բան մի արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։ Նրանք ասացին. «Դեն գնա»։ Եվ ասացին. «Եկել է որպես պանդուխտ և դատավորությունել է անում։ Հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սաստիկ բռնադատեցին մարդուն, այսինքն Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։ Բայց այն մարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին և Ղովտին իրենց մոտ տուն առան և դուռը փակեցին։ Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին, այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։ Մարդիկ ասացին Ղովտին. «Ուրիշ էլով ունես այստեղ, փեսա, որդիներ, դուստրեր, և քաղաքում ով որ ունես, այստեղից դուրս հանիր, որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։ Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վեր կացեք, դուրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։ Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին ասելով. «Վեր կաց, առ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին, որովհետև Տերը ողորմեց նրան։ Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Ազատիր անձդ, ետ մի նայիր և ամբողջ դաշտում մի կանգնիր, փախիր լեռը, որպեսզի չկորչես»։ Ղովտն ասաց նրանց. «Ոչ Տեր, աղաչում եմ, ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ փրկելով իմ կյանքը։ Բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ և ես մեռնեմ։ Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար և այն փոքր է, թող այնտեղ փախչեմ, չէ՞ որ այն փոքր է և իմ անձը փրկվի»։ Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։ Շուտ արա, փախիր այնտեղ, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնես»։ Դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեց Սեգոր։ Արևը ծագում էր երկրի վրա, երբ Ղովտը մտավ Սեգոր։ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ և կրակ թափեց Տիրոջ կողմից երկնքից։ Կործանեց այն քաղաքները, ամբողջ դաշտավայրը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը։ Ղովտի կինը ետ նայեց և աղիարձան դարձավ։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, եկավ այն տեղը, որտեղ կանգնել էր Տիրոջ առաջ։ Նա նայեց Սոդոմի և Գոմորի ու ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ այդ երկրից ծուխը բարձրանում էր հնոցի ծխի պես։
Երբ Աստված այդ դաշտավայրի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին և Ղովտին դուրս բերեց այդ կործանումի միջից, երբ կործանում էր այն քաղաքները, որոնց մեջ բնակվում էր Ղովտը։ Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում, և բնակվեց մի այրում ինքը և իր երկու աղջիկները։ Մեծն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծեր է, և երկրի վրա մարդ չկա, որ մերձենա մեզ, ինչպես ամեն երկրի սովորությունն է։ Արի մեր հորը գինի խմեցնենք և պառկենք նրա հետ, որ մեր հորից սերունդ ունենանք»։ Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծ աղջիկը գնաց պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։ Հետևյալ օրը մեծ աղջիկն ասաց փոքրին. «Ահա 3 գիշեր պառկեցի հորս հետ, այս գիշեր էլ գինի խմեցնենք նրան և դու գնա պառկիր նրա հետ, որ մեր հորից սերունդ ունենանք»։ Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը և փոքր աղջիկը մտավ ու պառկեց նրա հետ։ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։ Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից։ Մեծը որդի ծնեց և անունը դրեց Մովաբ։ Նա է Մովաբացիների հայրը մինչև այսօր։ Փոքրն էլ որդի ծնեց և նրա անունը դրեց Բեն-Նամի։ Նա է Ամոնի որդիների հայրը մինչև այսօր։